Դաս 37 բազմանիշ թվերի գումարման սյունակաձև գրառումները։ Սա բացատրելու կարիք չկա, ուղղակի գումարումը այսպես սյունակաձև պետք է գրել։ Այստեղ որ թվերը պետք է տեղադրենք, նայեք։ Սա նույնպես բացատրելու կարիք չկա, ուղղակի գումարումներ են։ Այստեղ Արան գնել է 4 մատիտ, իսկ Հայկը 7 մատիտ։ Հայկը վճարել է 120 դրամով ավելին, քան Արան։ Նրանցից յուրաքանչյուրը որքան է վճարել։ Գրում ենք Արան 4 մատիտ ու չգիտենք քանի դրամ։ Հայկը 7 մատիտ նույնպես չգիտենք, բայց գիտենք, որ 120 դրամով ավել։ Լուծումը առաջինը ես շփոթել եմ թվերի տեղը, այսինքն պետք է գրենք առաջինը պետք է հանենք 7-ից 4, որ տեսնենք քանի մատիտ է ավել գնել Հայկը 3 մատիտ։ Հետո այս 120 դրամը կբաժանենք 3-ի, կստանանք 40 դրամ 1 մատիտի արժեքը։ Հետո Հայկը գնել է, կներեք, Արան գնել է 4 մատիտ, 4 անգամ 40 դրամն է, 160 դրամ կգրենք Արան և 7 անգամ 40, որպեսզի իմանանք Հայկի գումարը 280 դրամ Հայկը։ Պատասխանները կլինեն 160 դրամ և 280 դրամ։ Այստեղ Սոնան գնել է 8 տուփ կարագ, իսկ Աննան 5 տուփ։ Սոնան վճարել է 1800 դրամ ավել, քան Աննան։ Աննան 8 տուփ, Սոնան 8 տուփ, Աննան 5։ Յուրաքանչյուրը որքան։ 1008-ով ավել, քան Աննան։ Կգրենք 8 հանած 5, այնուհետև 1008-ը կբաժանենք 3-ի, որպեսզի 1 տուփի արժեքը ստանանք։ Սա Աննայի գումարն է, սա Սոնայինն է։ Կգրենք պատասխան 4800 դրամ Սոնա և Աննա 3000 դրամ։ Այստեղ 4 հացը 480 դրամ է, 6 հացը որքան կարժենա։ Պետք է գտնել առաջինը 1 հացի արժեքը։ Դրա համար 480-ը կբաժանենք 4-ի, կստանանք 120 դրամ, դա 1 հացն է։ Այնուհետև 6 հացի համար 6 անգամ 120, 720 դրամ, դա 6 հացն է։ Եվ 720-ից կհանենք 480, կստանանք 240 դրամ։ Պատասխան 240 դրամ։